այն ինչ որ Ադամն ու Եվան չկարողացան անեն, իսկ իրանք պետք է, եթե Աստծո պատվիրանը չխախտեին, իրանք դառնալու էին թագուհի եւ թագավոր, իրանք ծաղկյալ խաչ են ասում մերը։ Կաթոլիկների խաչերին շատ հաճախ ասում են սա քո խաչ։ Կարմիրը դա որդու արյան գույնն է, ծիրանին որ արքայական գույնն է, էլի։ Ուղղակի մարդկությունը չգնաց Նոյի հետևից։ Նոյը բոլորին ասում էր, որ լինելու է դա, չէին լսում, ծիծաղում էին, վերջը ինքը տապանը ստեղծեց, իր ընտանիքը վերցրեց տապանի մեջ։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, եւ այսօրվանից սկսած մոտ 40 օր մինչեւ համբարձման տոնը մենք իրար ողջունում ենք Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հարությունը քրիստոնեության ամենամեծ տոնն է, որովհետեւ հենց հարությունն էր Քրիստոսի երկրային առաքելության գլխավոր նպատակը։ Հարություն առավ Քրիստոս, որպեսզի մենք հաղթենք մահին եւ Քրիստոսի միջոցով հարություն առնենք եւ արքայություն մտնելու հնարավորություն ունենանք։ Հայ ժողովուրդը իր դարերի ընթացքում իր ուրույն կերպով է պատկերացրել հարության տեսարանները, ինչպես է պատկերել, ինչպես է խորհրդաբանություն ներդրել եւ ինչ պատկերներով է մեզ սովորեցրել, այսօր խոսելու ենք ինքնության տաղավարում։ Ինքնության տաղավարում ես այսօր սիրով հյուրընկալել եմ Ավետ Ավետիսյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ավետիսյանը արվեստագիտության տեխնացու է, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի միջնադարան արվեստի բաժնի ավագ գիտաշխատող։ Գիտեմ, որ շատ զբաղված եք եւ շատ չեք սիրում խոսել մեդիայում, բայց շնորհակալություն, որ այսօր տաղավարում եք եւ այսօր խոսելու ենք Քրիստոսի պատկերների մասին, բայց մինչև հարության տոնին անդրադառնալը կարծում եմ պետք է գալ ակունքներից ավելի սկզբից եւ հասկանալ տերունի տնօրինությունների շարքը ինչպես են ներկայացրել մեր նախնիները, ինչպես են մանրանկարչության մեջ դաջել, պատկերել եւ ինչ աշխարհայացքով են այսօր մեզ հետ խոսում այդ մանրանկարները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տերունական շարքը խորհրդաբանորեն հասկանալու համար մենք պետք է տեղափոխվենք 5 կտակարան։ Ամեն ինչ սկսվում է ծննդոց գրքից։ Աշխարհի արարումը, մարդկանց արարումը, մարդկանց տեղադրումը դրախտի Եդեմի պարտեզում, նրանց մեղսագործությունը եւ վտարումը դրախտից։ Այդ մեղսագործության ժամանակ թվում է թե ամեն ինչ վերջացավ մարդկության համար։ Սակայն Աստված հետարքիր խոստում է տալիս Եվային, որ ասում է կինը ջախջախի օծին նայելով, ասում է կինը ջախջախելու է քո գլուխը։ Սա արդեն գալիս է դեպի նոր կտակարան, որը մենք հետագայում կտեսնենք։ Ծննդոց գիրքը նաև կոչվում է ծննդոց, որտեղ սերնդաբանությունների, ծնունդների գիրք է, սկսած Ադամից հասնելով մինչև ասենք մարդկության ծնունդի հասնելով նոր կտակարան Քրիստոսով ավարտած։ Այստեղ մի հետաքրքիր բան կա, այդ շարքում խոստումների մի մեծագույն խոստում կա Աբրահամ նահապետին, որին նա խոստացավ բազում ազգերի հայր դարձնել, իսկ Աբրահամը անզավակ էր։ Չերկարացնեմ ամբողջ պատմությունը, ծնվում է Իսահակը շատ ուշ տարիքում, Սարան արդեն 90 անց էր, երբ որ ինքը լսեց որ երեխա է ունենալու, սկսեց ծիծաղել, որովհետև դա իրոք այդ տարիքի կնոջ համար ծիծաղել էր, բայց ինքը բնությանը հակառակ ծնվեց Իսահակը։ Եվ մի օր Աստված դիմեց Աբրահամին, որ ասեց Իսահակիդ պետք է զոհաբերես ինձ համար։ Աբրահամն էլ այնքան մեծ հավատ ուներ Աստծո նկատմամբ, որ իրոք վերցրեց Իսահակին, զոհաբերության փայտերը տվեց նրա գիրկը եւ տարավ մի փոքր բարձունքի վրա զոհաբերելու, այնտեղ կառուցեց զոհասեղան, փայտերը դրեց, Իսահակին բարկացրեց, դանակը դրեց կոկորդին եւ այդ պահին հրեշտակը երկնքից ասեց
կանգար եւ Աբրահամը տեսավ մի հատ ծառի վրա խոյա կախված, որն էլ զոհաբերեց։ Ինչն այստեղ հետաքրքիր է, այստեղ ամբողջը խորհրդաբանությունը։ Իսահակը Քրիստոսի օրինակն է հին կտակարանում։ Որպես զոհ։ Հա, ինքը իր փայտը տանում է զոհասեղան, որ Քրիստոսը խաչն է տանում։ Ինքը գրում է այդ ասենք մահվան սարսափը, ոնց որ Քրիստոսը տարավ Գեթսեմանի այգում։ Այնտեղ իրոք սարսափ էր մահվան, հենց Քրիստոսը աղոթքի ժամանակ գրում են, ասում է ինքը քրտինք էր հոսում եւ արյուն իրանից։ Հետո որ ասես, չէ, այս բաժակը ինձանից տար հորը, բայց քո կամքով։ Այսինքն Քրիստոս տեղը մարդկային սարսափ էր ապրում մահվան առջև։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Իսահակի օրինակ լինելը Քրիստոսի դա մտավ ամբողջ քրիստոնեական արվեստի մեջ։ Եվ մեր ավետարանները, հատկապես Վասպուրականի, եթե դուք բացեք, պատկերաշարը նոր կտակարանի սկսվում է Իսահակի զոհաբերության պատկերով։ Այսինքն ընտեղից է գալիս, ուղերձ է գալիս, այն հերթական մանրանկարների իմաստի մեջ, որ դրան կատարումներն են այն ամեն ինչի, ինչ որ հիմքը դրվել էր հին կտակարանում։ Բայց եթե հին կտակարանում Աստված խոյ տվեց, նոխաս տվեց քավության, նոր կտակարանում Քրիստոս ինքը դարձավ այդ զոհը եւ իր փոխային ուրիշ ոչ ոք դա երկրորդ հարցն է, նշանակում է քրիստոնեական մանավանդ մանրանկարչության մեջ, եթե դուք շարքերը տեսնեք, սկսած հին կտակարանից վերջացրած ասենք համբարձման պատկերով, դա փրկagorցության ծրագիրն է ամբողջ Քրիստոսի կատարած փրկagorցության, այն ինչ որ Ադամն ու Եվան չկարողացան անեն, իսկ իրանք պետք է եթե Աստծո պատվիրանը չխախտեին, իրանք դառնալու էին թագուհի եւ թագավոր, իրանք տնօրինելու էին ամբողջ արարչագործությանը եւ իրանք սրբությամբ սրբացնելու էին ամեն արարածի, բայց դա չեղավ։ Չհասցրեցին կատարյալ դառնալ։ Չէ, հա, իրոք զրկվեցին կատարյալ։ Հիամտության պատճառով, ասենք, զրկվեցին այդ ամեն ինչից։ Իսկ Քրիստոսը եւ Մարիամը դրա համար կոչվում են երկրորդ Ադամ եւ երկրորդ Եվա, որտեվ իրանք արդեն կատարեցին այն, ինչ որ Աստված նախասահմանել էր մարդկության համար։ Այդ որ ասացիք Եվային Օցին ասաց որ Եվան քո գլուխը ջարդելու է Մարիամի հետ էր հələ համեմատում որ Մարիամը ինչպես դա Քրիստոսի ծնունդով որտեղ Քրիստոսը երբ որ մկրտվեց ինքը պատկերի մեջ կտեսնեք վիշապը ոտքերի տակ է ջախջախված Քրիստոսի նույն վիշապը ջախջախված է Քրիստոսի ոտքերի տակ դժոխքի ավերում պատկերի մեջ ասկեն այդ Մարգարեություն չեմ ուզում ասեմ, իրոք այդ խոսնում է իրագործվեց, ասենք նոր կտակարանում եւ դրա համար էլ սա առաջին արարչագործությունն էր Աստվածային 7-օրյա։ Այն ինչ որ արեց Քրիստոսն ու Մարիամը, դա կոչվեց երկրորդ արարչագործություն։ Ասկեն մարդը նորից վերադարձավ Քրիստոսի միջոցով իր ստացավ այդ հույսը Աստվածային կերպարին, Աստվածանալուն, որտեղ ամբողջ նպատակը Քրիստոսի մարդեղանալու, մարդուն Աստվածացնելու համար է փրկելու։ Դրա համար մեկը կոչվում է առաջին արարչագործություն, երկրորդը երկրորդ արարչագործություն, որի արդյունքում ի վերջո ստեղծվեց եկեղեցին, ասկեն նոր հանրությունը, որը չկար։ Բայց չէ որ մենք ունենք նաև ջրհեղեղի տեսարանը, մարդկության երկրորդ ծնունդի հնարավորությունը, դա չի համարվում արարչագործություն։ Ջրհեղեղի տեսարան մենք չունենք, մենք ունենք բազմաթիվ մանրանկարներ Նոյան տապանով։ Ինքը ջրհեղեղը չի պատկերվում։ Չէ, նկատի ունեմ, եթե արարչագործում մարդը ստեղծվեց, ամբողջ աշխարհը ստեղծվեց, հետո ջրհեղեղով երկրորդ հնարավորությունը շանսը տվեց մարդկությանը, վերածննդապելու։ Չէ, ոչ թե շանս է տվել մարդկությանը, այլ ուղղակի մարդկությունը չգնաց Նոյի հետևից։ Նոյը բոլորին ասում էր, որ լինելու է դա, չէին լսում, ծիծաղում էին, վերջը ինքը տապանը ստեղծեց, իր ընտանիքը վերցրեց տապանի մեջ
զույգ կենթանիներին տարբեր տեսակի վերցրեց եւ փրկվեց այդ ձևով։ Դրա համար էլ այդ որ ասում ենք փրկվեց, դա տապանը եկեղեցու խորհրդանիշ է այս դեպքում։ Որտեղ եկեղեցու մեջ լինելով ես փրկվում, էլի անհատապես մի քիչ ինչի։ Դեսան, այսինքն անհատապես դու հաղորդվում ես Աստծո հետ, բայց փրկվելու ես մենքի միջոցով։ Դրա համար էլ մենք եկեղեցում հենց միասնական հաղորդության ենք գնում։ Ոչ թե առանձին, այլ միասին շարք ենք կանգնում, Աստծո սեղանին նստում ենք ճաշակելու իր կոպիտ ասած մեսն ու արյունը, բայց հացն ու գինին, որը իրականում հենց մեսն ու արյունն են, էլի Քրիստոսի։ Վերադառնանք Տերունի տնօրինություններին, Աբրահամից ու Հիսակից հետո 5 տականում ունենք նման տեսարաններ, որտեղ Տերունի տնօրինությանն է վերաբերում թեման։ Էլի կան տեսարաններ, բայց ինչն է հետաքրքիր, որ օրինակ Սիմեոն Արջիշեցին, Վասպուրականի մանրանկարիչ 1305 թվականին մի ավետարան է նկարազարդում, որի շարքը սկսվում է ոչ թե Իսահակով, այլ համադրված պատկեր է, Իսահակի զոհաբերությունն է վերևում, իսկ տակը ավետումը։ Այսինքն ոնց է կապում ինքը Իսահակին արդեն ավետման հետ։ Իսկ ավետումով արդեն սկսվում է Քրիստոսի աշխարհ գալու, մարտանալու այդ առաջի քայլն է։ Հետո գալիս ենք արդեն ավետվան տեսարան, Տերունի տնօրինությունների շարքում, գալիս ենք ավետվան տեսարան, երբ որ հրեշտակապետը գալիս է եւ Մարիամին ավետում է։ Մարիամին ավետում է, որ ինքը պետք է Սուրբ Հոգու ցեղյանա եւ փրկչին ծնի։ Ավետման տեսարանները շատ հետաքրքիր խորհրդաբանական մանրամասներ ունեն։ Օրինակ արևմտյան տարբերակներում շատ ընդունված է ավետումը, որ գալիս է, հրեշտակը գալիս է, տեսնում է Մարիամը կամ ծնգած կամ կարդաց կարդում է։ Ինքը ինչն է կարդում, ինքը կարդում է Եսայու հայտնի մարգարեությունը, որ պիտի կույսը հղիանա եւ որդի ծնի եւ պիտի անունը դնեն Էմանուել։ Մերը մի քիչ ուրիշ է։ Մեր մոտ շատ է օգտագործվում ավետան տեսարաններում, բացի բուն ավետարանում նկարագրված, այլև նաև պարականոն գրականությունից վերցված դրվագներ, որոնք շատ ճոխացնում են խորհրդաբանորեն պատկերը, իմաստն են տալիս ավելի շատ։ Դրանցից մեկը, ասենք, Իլիկն է կարմիր Մարիամի ձեռքին։ Դա ցույց է տալիս, որ քանի որ ըստ պարականոնի Մարիամին 3 տարի հասակում տարեկան նվիրեցին Երուսաղեմի տաճարին, որտեղ ինքը մեծացավ։ Երբ որ մեծացավ, հրահանգ եկավ Երուսաղեմի տաճարի վարագույրը փոխել։ Եվ այդ բոլոր կույսերը, որ բնակվում էին տաճարում, նաև Մարիամը սկսեցին թելերը մանել, Մարիամին ընկավ կարմիր թելը։ Լինում է կարմիր, լինում է նաև ծիրանի։ Հիմա տեսեք, ասենք, դա ոչ միայն հիշեցնում է, որ ինքը նվիրված է եղել Երուսաղեմի տաճարին։ Կարմիրը դա որդու արյան գույնն է, ծիրանին, որ արքայական գույնն է, էլի։ Շատ հետաքրքիր է, երբ որ ավետումը պատկերված է լինում Երուսաղեմի աղբյուրի մոտ, դա էլ է պարականon։ Աղբյուրից ջուր է գալիս, երկու ակից լցվում է ընդհանուր մի ավազանի մեջ։ Ու այդ ավազանը ոնց որ մկրտության ավազան է։ Այդ երկու ջրերը միշտ, ասենք, համեմատում են հին եւ նոր կտակարանների միասնականությունը, որ նույն տեղում են, երկուսն էլ մեկը մեկին շարունակում է։ Դա նշանակում է նաև Քրիստոսի երկու բնությունները՝ մարդկային եւ աստվածային։ Մարդկային եւ աստվածային։ Հետո շատ հաճախ պատկերվում է ոսկե սափոր այդ տեսարանում։ Լինում է Մարիամի ձեռքին է լինում հազվադեպ։ Լինում է, ասենք, վեմ քարին դրած։ Ինչ է խոսքը։ Կամ աղբյուրին դրած։ Այդ ոսկե սափորը խորհրդանշում է, էլի գնում ենք 5 կտակարան,
երբ որ հրյաները Մովսեսի գլխավորությամբ դուրս էին գալիս Եգիպտոսից, իրանք անապատում սնվում էին մանանայով։ Եվ այն մանանան, որը մնում էր, իրանք տեղադրում էին ոսկե սափորի մեջ։ Քրիստոնեության մեջ նոր կտակարանում սափորն ու Մարիամը նույն անում են։ Դա Մարիամի խորհրդանիշն է, որտեղ ոնց որ ասենք մանանան սափորի մեջ էր, այնպես էլ Աստծո խոսքը Քրիստոսը իր մեջ բնակվեց, էլի, ավետման տեսարանում։ Տեսնում ենք նաև ավետման տեսանում ծաղիկ Մարիամի ձեռքին, դա ինչ է խորհրդում, թե հայկականում չունենք եվրոպական մշակույթ։ Ծաղիկը ոչ թե Մարիամի ձեռքին, այլ հրեշտակի։ Դա բրաբիոն ծաղիկն է, որը ինքը բերում է դրախտից, որպես նվեր Մարիամին։ Շուշան չկա։ Շուշան լինում է, կարևոր չի ինքը ինչն է։ Դա արեմեցյան ավանդությունից է գալիս, էլի պատկերագրական, կաթոլիկ ավանդությունից, բայց քանի որ ինքը շատ գեղեցիկ է, նրանք դա վերցրել են հրանկարիչները, բացացած կրկնել են։ Ունենք մենք այդ բրաբիոնի բացատրություն մեր դրախտածաղիկն է, կարևոր չի ինչ տեսքով է դա։ Մեզ համար ընկալելի տեսք լինի։ Ծաղիկա, որը բերված է դրախտից, էլի, ասկեն հիշեցնում են մենք ուր ենք գնալու նորից։ Հա։ Մարիամի շնորհիվ, էլի։ Իսկ հրեշտակներին պատկերելու ավանդությունը էլի շատ տարբեր է մեր ու արևմտյան եվրոպական։ Չէ։ Այդպեսի մեծ տարբերություններ չկա։ Հրեշտակների պատկերումը հիմնականում ասենք ծննդյան պատկերում է լինում Քրիստոսի, ասկեն հաջորդ աղավետումից, էլի։ Սկսվում է Գաբրիելով, հետո գալիս են արդեն մյուս դասերը հրեշտակների։ Ծննդյան պատկերում, մկրտության պատկերում միշտ պատկերված են լինում 2 կամ 4 մինչև հրեշտակ Հորդանանի ափին, որոնց ձեռքերին հանդերձներ ու սրբիչներ են։ Ասկեն իրանք սպասարկում են Քրիստոսի մկրտությունը, որ ինքը ասենք դուրս գա համակվի եւ ասենք այդ հանդերձը հագնի։ Շատ կան հրեշտակների պատկերներ։ Իսկ պատկերման ձևն էլ ընդհանուր է, ավելի շատ մոտիկա, ասենք բյուզանդական պատկերին, այն դասական, որտեղ բյուզանդիայում մշակվեց էլի պատկերաձևը։ Հրեշտակների։ Շատ է հանդիպում օրինակ սերոբեների եւ քերոբների պարագային անմարմին հրեշտակներ են, ասիկա թևերը կա, դեմքը կա, բայց մարմինը չկա։ Բայց հետո որտեղ թևերով է ծածկված, մենք մարմինը չենք տեսնում։ Բայց օրինակ Գաբրիել հրեշտակապետի պարագայում տեսնում ենք ինքը ամբողջ մարմնով երկար կանգնած Մարիամի դիմաց։ Հա։ Ու միշտ ինչն է հետաքրքիր, որ միշտ պատանու տեսքով են հրեշտակները։ Ինչու՞։ Այդպես է կանոնը։ Երկնային զորությունն է, որը միշտ պիտի պատանու նման պատկերվի։ Իսկ երկնքի ընկալումը ինչպիսն էր հայ մարդու մոտ։ Երկինքը ինչպես էին ընկալում եւ ինչպես էին պատկերում։ Մանրանկարչության մեջ երկինքը հենց երկինք էին պատկերում լինում էր դա աստղազարդ։ Բայց դեռ կարևոր է, երբ որ մենք տեսնում ենք ոսկե ֆոն, ոսկի խորքը մանրանկարի ոսկի է, սա արդեն Աստծո գույնն է։ Ասկեն Աստծո գույնն է, էլի սովորական երկինք է, ինչ որ խորք չունի, բայց ոսկին արդեն ցույց է տալիս, որ այն ինչ որ կատարվում է Աստծո ներկայությամբ ու իր ոնց որ կամքով, էլի։ Այ ոսկին Աստծո գույնն է հենց։ Սուրբ Ծննդյան տեսարանին եթե անդրադառնանք, այնտեղ ամեն մի դետալ էլի շատ կարևոր է, չէ՞, այնտեղ կան շատ լավ, եկեք դուք նկարագրեք ինչ դետալներ կան եւ որը ինչ է խորհրդանշում Սուրբ Ծննդյան։ Հիմնականում Սուրբ Ծնունդը կենտրոնական հատվածը հորինվածքի կոմպոզիցիայի պատկերվում է Մարիամը եւ Հիսուսը։ Հիսուսի կողքել մսուրին, որտեղ ինքը պարկած է, 2 կենդանի գրաստը եւ անվանակը կամ ցուլը եւ ավանակը։ Ինքը Հիսուսը միշտ պատկերվում է պատանած։ Մեզ թվում է դա բարուր է։ Բայց որ ուշադիր նայեք, դա պատանք է, որի մեջ ինքը փաթաթված է։ Այսինքն մահվան խորհուրդն արդեն Ծննդյան տեսարանում։ Չէ, այդ պատանքը դա մեր մեղքերն են, որ ինքը վերցրել է իր վրա։
եւ հանուն դրա ինքը մահանալու է։ Հաստատ մենք մոտենում ենք նորից խորհրդաբանությանը։ Երկու կենդանիները դրանք հրեաներին են խորհրդանշում եւ հեթանոսներին, ապագա եկեղեցին ում վրա է ձևավորվելու։ Քարոզիչները հրեաներն էին, աշակերտները Քրիստոսի, բայց հիմնականում այդ եկեղեցին Քրիստոսի քարոզը ընդունեցին հեթանոսները, որոնք ասենք կռապաշտությունից դարձի եկան դեպի Քրիստոս եւ սկսեցին պաշտել մի աստվածություն, էլի, Սուրբ Երրորդության բանով։ Շատ հետաքրքիր են պատկերում Հովսեփին, ինքը միշտ համարյա անկյունում է ներքևի մասում, կամ դեպի կատարվող իրադարձություններն ինքը նայում է, ու ինքը միշտ խոհական դիրքում է պատկերված։ Ինչու են այդպես պատկերում։ Որտեվ իր աչքի առաջ տեղի են ունենում այն բաները, որ մարգարեությունները իր աչքի առաջ տեղի են ունենում, որ ծնվում է այդ փրկիչը։ Բայց եթե իրան թարս են նկարում մեջքով դեպի, դա նշանակում է, որ ինքը ուղղակի ամաչում է, քանի որ հրեշտակը ինքը հրեշտակին չհավատաց, էլի, որ Մարիամը Սուրբ Հոգուց էր հղիացած։ Հովիվներն են ներկա լինում։ Ես խոսում եմ մեծ կոմպոզիցիայի մասին, էլի, բազմաֆիգուր։ Հովիվները, մոգերը 3։ Մոգերը հիմնականում պատկերվում են 3 տարիքներում, ծեր միջին տարիքի երիտասարդ, լինում են պատկերվում են նաև, ասենք, սևամորթ, թխամորթ, սպիտակամորթ, ասենք տարբեր ազգեր ներկայացնող։ Հայկական մշակույթում էլ են այդպես տարբեր։ Հա, մերոք մինչև անգամ հայերը անուններ են դնում Բերքոն, Գասպար, Բաղդասար։ Դրանք վերցին 3 նվեր։ Կարով է այդ 3 նվերը ոսկին, խունկնը եւ կնդրուկը։ Որոնք ինչ են խորհրդանշում։ Ոսկին արդեն դե բանն է, Քրիստոսը որպես թագավոր դեզերքի։ Ոչ միայն թագավոր, այլև արարիչ ամեն ինչի։ Խունկը որպես ինքը քահանայապետն է։ Ոչ միայն քահանայապետն է, այլ զոհն է նաև ինքը իրան զոհաբերում է խաչի վրա։ Եվ կնդրուկն էլ այդ մահվան խորհրդանիշն է, որտեղ այդ մահով մենք փրկվեցինք։ Հանդերձյալ կյանքի խորհրդանիշ։ Չէ, հենց Քրիստոսի մահով, որտեղ Քրիստոսի մահը չլներ, չլինի փրկությունը։ Ինքը պետք է իրոք մահանար խաչի վրա։ Ասկեն այդ խորհրդանիշները, որ կա, արդեն մոգերի քանակը ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում, որտեղ մենք ուսումնասիրում ենք, ասենք, հավատի գործերը, խորհրդաբանությունը, ինչ որ պատմական բան չենք ուսումնասիրում, 100 մոգեկավ, թե 5-ը։ Ոչ մի բան դրանով չի փոխում խորհրդաբանական առումով։ Իսկ հովիվները քանիսն են պատկերում, թե դա էլ էլի։ Հովիվ կարող է լինի մի հատ, մի պատկերով, ասենք սրինք նվագելուց կամ գարան հետ կանգնած, կարող է 3 լինի։ Հրեշտակներն է կարող է 2 պատկերված լինի, կարող է 7 հրեշտակ պատկերված լինի, վերևում ամբողջ, ասենք մի մասը, ասենք ոնց որ հովիվներին է նայում, մի մասը, ասենք, բանին, մոգերին, հսկում են Մարիամին, ուստեղ էլի հետաքրքիր է այդ Բեթխեմյան աստղ կոչվածը, որը միշտ երկնքից իջնում է ներքև դեպի Քրիստոսը։ Ու լինում է տարբեր թևանի։ Կարող է լինի 4, որը խաչ է հիշեցնում, կարող է լինի 5, որը մարդու զգայարաններն են, որը սրբագործվեցին Քրիստոսի կողմից։ Կարող է լինի 6-օրյա արարչագործությունը։ 7 էլ կա, 8-ը դե արդեն դա բանն է, ամեն ինչ ավարտված է, աշխարհը փրկվել է։ 8 ամբողջությունն է։ 8 ամբողջությունն է, 7-ը դրա նախադուրն է, էլի, դեպի այդ փրկության։ Հովիվներն ինչ են խորհրդանշում։ Հովիվները ինչի հենց եկան հովիվների մոտ հրեշտակները, ոչ մեկի մոտ չեկան, որտեղ իրանք պարզասերտ, մաքրակենցաղ, հոգևոր առումով։ Չկոմպլեքսավորված պարբերականություններ չունեցող մարդիկ։ Այդ մարդիկ էին եւ իրանք միանգամից հավատացին հրեշտակի, ասացին, որտեղ իրանք սիրտը մաքուր էր։
Բանի պարագայում մոգերի դա լրիվ ուրիշ է։ Դրանք իմաստուններ էին, արքաներ էին տարբեր երկրների, բայց իրանք սպասում էին այդ աստղին, որտեղ ասում եմ մոգերը երկնքում տեսան, ասկեն սպասում էին, երբ այդ աստղը հայտնվելու, որ իրանք գնան աշխարհի փրկին տեսնելու ծնունդը։ Ու դա դրա համար կոչվում է ուղեցույց աստղ, որը մոգերին տարավ դեպի այդ այրը, էլի, որտեղ Քրիստոսը ծնվեց։ Քրիստոսի կյանքի Այդ ամեն ինչը արտացոլված է մանրանկարի մեջ, ուղղակի պետք է ուշադիր նայել։ Կարողանալ կարդալ մանրանկարները։ Բայց այդ մանրանկարները կարդալու համար նաև պիտի ունենաս գիտելիք հասկանալու, որ ինչ է խորհրդանշում։ Անպայման, հա, անպայման։ Մի քիչ կորցրել ենք մենք այդ հասկանալու գիտելիքը։ Ընդհանրապես դե առաջինը պետք է լավ իմանալ Աստվածաշնչի բնագիրը։ Չեմ ասում անգիր իմանալ, բայց գոնե սյուժետային գծերով այդ գծերով իմանալ, ասենք, եկեղեցու ավանդությունը, իմանալ պարականոն գրականությունը, իմանալ եկեղեցու հայրերի մեկնողական գրականությունը։ Ուտեւ ինչ որ ես ասում եմ, ինձնից չեմ հորինում, ես դա կարդացել եմ մեկնողական գրքերում եկեղեցու հայրերի։ Ինչպես Սուրբ Ծննդյան տեսարանը, նույն կերպ էլ Սուրբ Հարության տեսարանը եւ ընդհանրապես ավարտ շաբաթի այդ Քրիստոսի երկրային կյանքի վերջին այդ շաբաթի դրվագները շատ կարեւոր են ու ելի հագեցած խորհրդաբանական գիտելիքով, չէ՞։ Հա, իհարկե։ Ավակ շաբաթում թզենուց սկսած կա, չէ՞, թզենու անիծումից 10 կույսերի դրվագը, մատնությունը։ Հա, դե այնտեղ ասենք այդ առակները մենք գիտենք, 10 կույսերի էլի Քրիստոսի ասած առակների, այստեղ բուն ավակ շաբաթը դե հաստատված է եկեղեցում զուտ կրոնական արարողությունների համար։ Բայց եթե մենք նայում ենք ավակ շաբաթը արդեն սկսվում է կարելի ասել հաղորդության խորհրդի հաստատումից խորհրդավոր ընթրիքից Ծաղկազարդից չէ։ Չէ։ Որ մտավ ավակ շաբաթը ինչ է, ավակ շաբաթը դա չարչարանքների շաբաթ է։ Ասեն այն ինչ որ կատարվել է Քրիստոսի հետ։ Հիմա տեսեք խորհրդավոր ընթրիքն է հաղորդության խորհրդի հաստատումը եւ ինչ է կատարվում Հուդան հաղորդվում է եւ գնում է մատնելու օրինակ Հովանես առաքյալը շրջմելու ձևով է վերջացնում մեզ ասում է եւ գիշերեր ասում է գնաց գրում է եւ գիշերեր տեսեք ինչ բան է տալիս էլի սև գործը կատարելու գիշերով գնաց դրանից հետո արդեն ինչ է գալիս է մատնության տեսարանը Քրիստոսի եւ այնտեղ ես վերջերս մի մանրանկար եմ ինձ համար հայտնաբերել որտեղ Հուդան նման չի իրան Հիսուսի մատնության տեսարանում սովորաբար Հուդային միշտ կիսադեմ են նկարում այլանդակ դիմագծերով ինչ որ դիվային sense կերպարանքի մեջ Ես խոսում եմ Մեծրոպ Խիզանցու այդ մատնության տեսարանի մասին։ Այնտեղ Հուդան մի հատ մոլորված երեխա է, որ նայեք դա իրոք տենց է, էլի։ Քրիստոսից փոքր է, երեխայի նման, սենց ձեռքերը բռնել է Քրիստոսի։ Սենց համբուրում է գլուխը դրել է սենց։ Այսինքն լրիվ ուրիշ կերպար է ներկայացնում Խիզանցին Հուդային։ Հնարավոր է էլի տենց տարբերակներ կան, որ ես չեմ հանդիպել, բայց սա շատ հետաքրքիր մեկնաբանություններ Հուդայի։ Այսինքն, եթե Հուդան կարողանար ընկալել, որ ինքը ուղղակի մոլորյալ է եւ այդտեղ ինքը մոլորված, խեղճացած, իրեն այդպես չընկալեց եւ դե ինքը ուրիշ ճանապարհը։ Հա ինքը գնաց զուտ մարդկային ճանապարհով, ինքը հասկացավ, որ ինչ ա արել։ Նա տարավ փողը հետ տվեց։ Խղճի խայտ ապրեց, բայց ապրեց մարդկայնորեն։ Չապաշխարեց, նա գնաց, հա այդ ծանր բանի տակ գնաց կախվեց։ Հիմա երևի դա նկատի ունենալով Հովանես Խիզանցին, Մեծրոպ Խիզանցին ասեն խղճացել է եւ այդպեսի կերպարանքով է, էլի։ Պատկերացրել Հուդային։
Ոտոն լվան կարևոր դրվագ է քրիստոնեության մեջ, որովհետև եթե օրինակ Բաբելոնում տեսնում ենք, որ մարդը աշտարակ կառուցում, որ բարձրանա երկինք եւ ցույց տա, թե ինչ հզոր է եւ ինչ կարողությունների տեր է, Ոտոն լվայի տեսանում տեսնում ենք, որ երկինքի իջել է եւ Աստված իջել է եւ իր խոնարհությունն է դրսեւորում եւ իր խոնարհությամբ ցույց է տալիս իրական մեծությունը։ Ոտոն լվայի տեսաններում էլ ունենք շատ խորհրդաբանություն, ամեն սիմվոլը ինչ է նշանակում։ Չէ, շատ համառոտ է միշտ լինում ոտոն լվան, առանձնապես սիմվոլներ չկան, մենակ են ինչի մեջ որ Հիսուսը լվանում է աշակերտների, տաշտը ավելի շատ մկրտության ավազանի է նմանվում, այսինքն ինքը ոնց որ մաքրագործման ծես է կատարում, խոնարհվելով լվանում է ոտքերը, սրբում է սրբիչով, որտեղ միշտ սրբիչը կապած է իր վրա, եւ ասենք եկեղեցու հայրերը դա նմանեցնում են նորովի մկրտության, արդեն ուրիշ մի տեսակ մկրտության աշակերտների համար, էլի։ Չէ, ուրիշ առումով այնտեղ տենց առանձնապես բաներ չկա։ Որտեղ ինքը փոքր դրվագ է, բայց կարևոր դրվագ է, դրա համար էլ միշտ պատկերել են մանրանկարիչները։ Նաև չարչարանք մատնության եւ չարչարանքների տեսարաններն են շատ խիտ ու շատ առատ չեն նկարվել, եթե չեմ սխալվում։ Ինչպես են նկարվել։ Դա հիմնականում մատնության ու ձերբակալության տեսարաններն են Քրիստոսի։ Ինչն է հետաքրքիր, որ ասենք էլի այնտեղ կարող է լինի դրվագ, որտեղ Պետրոսը կտրում է զինվորներից մեկի ականջը, որին հետո Հիսուսը բուժում է այս տեղում։ Ասենք հռոմեական զինվորները ոնց են քաշքշում իր այդ հանդերձներից, ջահերով, զենքերը շատ հետաքրքիր են, ասենք եթե ասենք 17-րդ դարում է պատկերված, մեկ այնպիսի մանրանկարներ են հանդիպում, որ դու հասկանում ես, որ զենքը հենց 17-րդ դարի զենք են իրանք պատկերել։ Ինչ պատկեր աչքերին ունեցել են, այդ հա, ինչ տեսել են, այնե պատկերել են, ոչ թե ասենք Հիսուսի ժամանակվա հռոմեական զենքեր են, այլ այդ ժամանակվա պարսկական զենքեր կամ ասենք թուրքական։ Նույնը բանին է վերաբերում քնած զինվորներին հարության տեսարանում այդ որ իրանք պատկերվում են, այնտեղ ասենք մեծ մասը պարսկական թրերով, պարսկական վահաններով։ Դա ինչ որ առումով շատ հետաքրքիր է, որ պատկերացում է ստանում այդ ժամանակվա զենքերի մասին, էլի։ Հա, իրենք ոչ էին արվեստագիտական հետաքննություն անելու թե Հռոմեում ինչ զենքեր են օգտագործել։ Իհարկե, բայց կա որ իրոք այդտեղ հռոմեական զենքեր են։ Եվ նիզակն է հռոմեական, ասկեն դա ավանդաբար հին օրինակներից եկել հասել է մինչև մեզ։ Ասկեն մինչև այն մանրանկարիչը, որ դա պատկերել է։ Դեռ իրական հռոմեական զենքեր են։ Այդ խոցման տեսարանում, ասենք իրական նիզակ է պատկերվում Հիսուսի կողի խաչի վրա։ Շատ ունենք խոցման տեսարանի պատկեր։ Շատ, բոլոր մեր խաչելություններում խոցումը կա։ Որտեվ դա էլ է խորհրդանշան, էլի։ Ինչ։ Դե ավետարանի չէ ասում է եւ դուրս ցածկեց արյուն եւ ավիշ։ Ու տենց էլ պատկերում են սպիտակ եւ կարմիր, որը նշանակում է էլի զոհաբերության հաղորդության խորհուրդը։ Գնում է դեպի հաղորդության խորհուրդ, էլի։ Այդ արյան ու ավեշի դուրս հայտել է։ Բայց մենք եկեղեցում օգտագործում ենք անապակ գինի ոչինչի հետ չխառնված ջուր չխառնելով, ինչպես օրինակ արևմտյան եկեղեցու ավանդույթն է։ Այո, մեր անապակ գինին հացնել բաղարջ հացը, օրինակ ուղղափառ եկեղեցիները թթխմոր հացով են հաղորդվում։ Իսկ կաթոլիկ եկեղեցին էլի բաղարջ հաց է, մերն էլ է բաղարջ հաց։ Ասկան էլի այդ ավանդությունները շատ հին են, էլի։ Պարոն Ավետիսյան, Քրիստոսի խաչելության տեսարանը շատ հետաքրքիր մի սիմվոլ ունի, պիտի գնանք էլի մեր հարցազրույցի սկիզբ, որովհետև շատ հաճախ Գողգոթայի այդ բարձունքում խաչի տակ գանգ է պատկերված լինում։ Դա ինչ գանգ է, ինչ է խորհրդանշում, ինչ է ուզում ասել նկարիչը դրանով։ Դե դա ադամագանգն է, ու մենք էլի գնում ենք 5 կտակարան, բայց արդեն պարականոնի տեսքով։
ոչ թե բնագրային։ Նոյի որդի Սեմի Սեթ տղան Ադամի եւ Եվայի մասունքները վերցնում է, գնում է Պաղեստին, Եվայի մասունքները թաղում է Բեթխեհեմում, Ադամինը բերում է Գողգոթա, այն նույն վայրում, որտեղ պետք է հետագայում Իսահակին բերեին, իսկ ավելի ուշ Հիսուսին։ Ու Ադամին թաղում է այնտեղ։ Այսինքն մենք նորից գալիս ենք Իսահակի պատմությանը, որտեղ այդ նույն տեղում հետո աճում է Սաբեկա ծառը։ Սաբեկա ծառին փաթաթվում է խաղողի վազ, հաղորդության գինին։ Ինքը Սաբեկա ծառը այստեղ արդեն դառնում է եւ կենաց ծառի խորհրդանիշը, դրախտի։ Էլի գնում ենք ծննդոց գիր։ Եվ ասենք այն ծառը, որի վրա կախվեց խոյը, եւ Իսահակը չզոհաբերվեց, եւ ի վերջո դառնում է Հիսուսի խաչը։ Սաբեկա ծառ, կենաց ծառ, Սաբեկա ծառ, Հիսուսի խաչ, դա նույն բանն է դառնում, էլի, բայց էլի ասենք արմատները գալիս են 5 տակարանյան պատմությունից։ Այսինքն շղթան փակվում է, երբ որ Ադամի թաղված վայրում կանգնեցվում է Քրիստոսի խաչը, որը պիտի դառնար մարդկության փրկության եւ հարության հիմք, կանգնում է հենց այդ գանգի վրա։ Եվ ոչ միայն դա, Հիսուսի արյունը շատ մանրանկարներում կաթում է Ադամի գանգի վրա, որպեսզի կենդանություն հետո տա։ մենք չմոռանանք դժոխքի ավերումը Հիսուսը խաչի վրա է, բայց հոգով իջնում է դժոխք, եւ տենց է պատկերված է, ձեռով բռնում է Ադամին Եվային, հանում է դժոխքից, հանում է նաեւ Դավիթ թագավորին, Սողոմոնին։ Մի հատ շատ զավեշտալի պատկեր կա, մի քանի անգամ տեսել եմ, որ ինքը բռնել է Ադամից, Եվային չի բռնել։ Եվանը կախվել է Ադամից ու երկուսին հանում է, բայց Եվայի ձեռքը բռնած չի։ Ադամն է էլի Եվային հանում իրականում։ Քանի որ իրան հենց Քրիստոսն է հանում։ Այդպիսի բաներ շատ հաճախ հանդիպում։ Քրիստոս երբ որ ավիրում է դժոխքը, այսինքն վերացնում է դժոխքը, թե ուղղակի քանդում է, որտեղից կարողանա արդարներին դուրս բերել։ Քանդում է, դժոխքը չի վերացնում, ինքը դրա համար կոչվում է դժոխքի ավերում, բայց այդ ավերման նշանը դժոխքի դռներն են, որոնք կոտրված ընկած են Քրիստոսի ոտքերի տակ։ Այսինքն ինքնը դուռն է բացում, այդ փակ շղթան բացում է, դուրս է գալիս արդեն։ Այն մարդիկ, որոնք նախասահմանված են փրկության համար, դուրս են գալիս դժոխքից։ Դուք ասացիք, որ Սեթը Ադամի մասունքները թաղեց Գողգոթայի բարձունքին, որտեղ Քրիստոս խաչվեց, Իսահակը զոհաբերության այդ տեսանը, հետո Քրիստոսի խաչելությունը, իսկ Եվայի մասունքները բերեց Բեթխեհեմ, դա էլի կապում ենք Մարիամ Աստվածածնի հետ, որպես երկրորդ Եվա եւ հենց Բեթխեհեմում եղավ։ Որտեղ Քրիստոսը հենց Բեթխեհում մածանվե։ Երկրորդ Եվան Մարիամ Աստվածածինը այնտեղ ծննդաբեր է Քրիստոսին։ Իմիջիալուս դա շատ հարաբերական հասկացողություն է, որտեղ Մարիամ Աստվածածինը անխախտ կուսությամբ է ծննդաբերում Քրիստոսին։ Դրա այդ հավերժական կուսության խորհրդանիշը իր թիկնոցի վրայի գլխաշորի վրայի աստղն է եւ թիկնոցի երկու ուսերի աստղերն են։ Նաեւ ըստ ավանդության անցավ ունենում Քրիստոսին։ Դրա համար ինքը միշտ երբեք պարկած չի պարկի, ինքը կիսանստած է պատկերվում, էլի։ Այսինքն դա էլ է խորհրդաբանության մեջ մտնում։ Գանք արդեն հարության տեսարանին եւ հարության տեսարանը հասկանանք ինչ խորհուրդներով է լինում, որովհետեւ եթե չեմ սխալվում, մեր բանալեկարները փորձում էին այնպես պատկերել, որ գրել կարդալ չիմացող մարդիկ պատկերին նայելով հասկանային աստվածաբանությունը եւ աստվածային տնօրինությունները։ Հիմա այդ հարության տեսարանը ինչպես էին կառուցում, որ մարդկանց հասկանալի լիներ։ Հարության տեսարանը հորինվածքը կոմպոզիցիան շատ պարզ է հիմնականում։ 3 կանայք գալիս են երեզման, հրեշտակը նստած է դադար գերեզմանին, գերեզմանի մեջ պատկերված է դադար կտավները եւ հրեշտակը ասում է ինչի է հարությանին փնտրում մեռելների մեջ։
Ստեղ ինչն է հետաքրքիր, կամ 3 կանայք են գալիս, կամ գալիս է Մարիամ Մագդաղինացին է գալիս մենակ, նայած որ ավետարանից է վերցրած էլի։ Ստեղ ես կուզեի անդրադառնայի, որ երբեք բուն հայկական կամ բուն այլ եկեղեցիների երբեք Քրիստոսը չի պատկերվում գերեզմանից դուրս գալուց։ Դա արդեն արևմտյան ավանդույթ է, բայց ուշ շրջանում ավելի նաև թափանցել է մեր ավետարաններ, ասենք 17-րդ դարում, 16-ում, այդ բաները եկել է Եվրոպայից։ Իսկ ինքը շատ պարզ բան ունի, գերեզմանի տակ հաճախ պատկերում են այդ զինվորներին պահապան, քնած։ Բայց օրինակ Զաքարիա Ավանցին 1614 թվականին ինքը մի ավետարան է նկարազարդել, որտեղ հարության պատկերում զինվորների փոխարեն պատկերել է Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին։ Ինչու՞։ Բայց առաքելության Ինչն է բանը, հա, որտեղ այդ 3 աշակերտներին Քրիստոսը միշտ առանձնացնում էր մի տեսակ, իր հետ տանում էր։ Նույն Թաբուր լեռ էր տանում, Գեցեմանի այգի էր տանում։ Այս նկատառումով ոնց որ նաև այդ 3-ը նորից մի տեսակ վկայեն Քրիստոսի հարությանն է, էլի։ Բայց իրենք ներկա չէին եւ իրենք ձեր կասկածում էին։ Իրանք ոչ միայն ներկա չէին, այդ հակառակը կանայք հայտնաբերեցին, որ Քրիստոսը հարությունն է առել, որ գերեզմանում չկա։ Իրանք չէին էլ ուզում գնային։ Վախենում էին նաև։ Դե հետաքրքիր բան է, էլի։ Այդ մի քիչ նման է Պետրոսի ուրացումներին, որ շատ հաճախ պատկերվում է, էլի։ Ակլորը կանչի 3 անգամ, որ ակլորը կանչում է եւ 3 անգամ ոնց որ Քրիստոսն էր իր ասում, դու ինձ կուրանաս։ Հիմա Զաքարիա առնեցին, երբ որ զինվորների փոխարեն 3 աշակերտներին է դնում այնտեղ, ասում եմ ինչպես սրանք էին քնած, այնպես էլ առաքյալներն էին քնած։ Ինչ որ ակնարկ կա, որտեվ իրոք նրանք այնց են նստած, ոնց որ քնած լինեն, էլի, ասկան։ Առաքյալները քնած եք, այդքան խոսեց, սովորեցեց, բայց մեկը քնած մնացի։ Որտեվ այդպեսի պատկեր ես երբեք չեմ հանդիպել որևէ ձեռագրում, որ զինվորի փոխարեն կարող է զինվորի պատկերած չլինի, բայց որ առաքյալները պատկերված լինեին, դա արդեն արտառոց էր, էլի շատ։ Հարության տեսանից հետո մենք արդեն տեսնում ենք համբարձման տեսարան, թե էլի 40-օրյա ընթացքի մեջ ունենք դրվագներ, որոնք մանրանկարները պատկերում են։ Այստեղ արդեն գալիս ենք այն համբարձումն է Քրիստոսի, այստեղ հետաքրքիրն ինչ է, որ Մարիամը միշտ պատկերվում է կենտրոնում առաքյալներով շրջապատված, Քրիստոսը մանդորլայի մեջ հրեշտակները տանում են վերև, արդեն այստեղ Մարիամը արդեն նախանշում է որպես եկեղեցու խորհրդանիշ։ Մարիամը իսկ հոգեգարստի մեջ ինքը արդեն հենց եկեղեցին է խորհրդանշում, որտեղ արդեն Սուրբ Հոգին եկել է։ Քրիստոսին վերև տանող հրեշտակները խորհրդանշում են ոչ թե որ իրանք են տանում Քրիստոսին, այլ Քրիստոսն է անցնում հրեշտակած դասերի միջով դեպի հայր։ Հաճախ շփոթում են, որ հրեշտակները տանում են, չեն տանում, ինքը դասերի մեջով հրեշտակների բարձրանում է դեպի Աստվածային երկինք։ Հարության տեսանին նույնից վերադառնալով մի շատ կարևոր բան, որ մենք հարցազրույցի տեսագրությունից առաջ խոսեցինք, պիետաների մասին էր ու շատ կարևոր այդ դրվագը մոռացանք անդրադառնալ։ Ընդհանրապես ընդունված է, որ արևմտյան մշակույթին են պիետաները բնորոշ, բայց դուք ասացիք, որ նաև հայկական մշակույթում են հանդիպում։ Դրանք ինչ են եւ ինչ կերպ են արտահայտվել, դրսևորվել։ Առաջի պատկերը, որ մենք գիտենք, դա մեր նշանավոր Մոմիկի 1302 թվականի պատերազմի ավետարանի այդ թաղման տեսարանն է, որտեղ Քրիստոսը արդեն թաղեն, Մարիամը նստած է եւ գլուխը դրել է ծնկներին Քրիստոսի։ Սա արդեն պիետա է։ Ավակ ծաղկողն էլ ունի շատ հետաքրքիր պիետա։ Խաչից իջեցման ժամանակ
ինքը գրկել է որդու ձեռքը։ Հասկան այդ ոնց ասեմ մորու որդու այդ կոնտակտը արդեն տանում ամես դեպի պիետա այդ ողբի բաննա ունենք նաև ուշ շրջանի շատ հետաքրքիր պիետա արդեն այն կարգի որ ասենք մենք գիտենք Միքելանջելոյից իհարկե մինչև Միքելանջելոն բազմաթիվ այդպիսի պիետաներ եղել են սկսած 13-րդ դարից բայց դե Միքելանջելոն դա ուղղակի բերեց կատարելության էլի իր արվեստով այդպիսի մի որ Մարիամի ասենք ոնց որ թե գրկում է Քրիստոսը մենք էլի ունենք արդեն 16-րդ դարում ուղղակի էլի թաղման տեսարանն է Նիկոդեմոսն ու Հովսեփ Արեմաթացին պատանքով սենց իջացնում են ու ոնց որ իջացնեն Մարիամի գրկի մեջ մի տարբերակ էլ այդպեսին ունենք էլի ասկեն ինքը պիետան պարտադիր չի դա լինի Մարիամի գրկում ցանկացած կոնտակտ տեսանելի դա արդեն պիետա է համարվում Պիետան ինչ է կբացատրեք ինքը դա բանն է Հիսուսի տանջանքների չարչարանքներին ապրումակցման այդ հասկացողությունն է որ դու Հիսուսի հետ ապրում ես այդ ցավը ավելի շատ աստվածամոր այդ ցավը ասենք այդ կամ էլ ուզում ես որ քեզ էլ տեն դա զուտ կաթոլիկ հասկացողությունն է հասկացա իհարկե դա ճիշտ բան է բայց ավելի շատ կաթոլիկների ընդհանրապես իրանց ասենք դեպի Աստված այդ ճանաչողության ճանապարհը հենց այդպիսի բաներով է գնում Քրիստոսին պատկերել անունոտ փշեպսակը գլխին տանջանքների մեջ ինչը ազդում է ասենք հավատացյալի վրա այդ հուշարձանը դիտող մերը մի քիչ արդեն ավելի հին ոչ թե հին ավելի խորն է մեր զգացումները էլի դա պարտադիր չի դու տեսնես դու կարող ես քո մտքում դա տեսնես ոչ թե ասենք նայելով Մենք կենտրոնանում ենք ավելի շատ Քրիստոսի հարության հանգամանքի վրա եւ ոչ թե չարչարանքների ճիշտ եմ հասկանում Չէ մենք չարչարանքները դե մեր հավաքուրփաթը հենց չարչարանքների ու մենք չենք կենտրոնանում դրանց վրա այլ ընդունում ենք որպես ճանապարհ դեպի այդ հարության օրը Իսկ ասենք կաթոլիկների մոտ մի քիչ ուրիշ է նրանք այդ ճանապարհն էլ կա էլի օրինակ իրանք Երուսաղեմում ունեն հատուկ մի հատ ուղի Հիսուսի հանգրվանները դեպի Գողգոթա մինչև այսօր հավատացյալները գնում են մինչև անգամ խաչ են կրում ուսներին տանում են մեր մոտ մի քիչ ուրիշ է էլի ավանդությունը Մենք խաչի պատկերների մեջ էլ ենք, չէ՞, տեսնում, ասենք մենք սովորաբար օգտագործում ենք ծաղկյալ հարության խաչը, կաթոլիկներն ավելի օգտագործում են Քրիստոսի խաչված լինելու տեսարանը, ցույց է տալի թե ինչի վրա ենք մենք ուշադրություն ավելի սևեռում։ Հա, մերը ավելի բան է, դրա համար ծաղկյալ խաչ են ասում, մերը կաթոլիկների խաչերին շատ հաճախ ասում են սա քո խաչ Մեր արդեն հարության խաչն է, էլի։ Նա էլ է հարության խաչ, բայց ուղղակի մերը միցակ ուրիշ ձևով է անցալվում, էլի։ Շեշտադրումը տարբեր է։ Շեշտադրումը ուրիշ է, ուրիշ ձևով է ցուցադրվում այդ ուրախությունը։ Իսկ կա գունային երանգային տարբերություն, ասենք ողբը պիետան ցույց տալու եւ հարության տեսան, ասենք մեկ ավելի մուգ լինի կամ գունային ինչ որ խորհրդաբանությամբ տարբեր լինի։ Այդտեղ գունային խորհրդաբանություն, եթե կա, դա վերաբերվում է, ասենք աստվածամոր հանդերձանքին։ Որը տրադիցիոն դա իր գույներն են։ Ինչ գույներով են օրինակ։ Ասենք կապույտ, քիթոն, ծիրանագույն կամ մանուշակագույն թիկնոց կամ հակառակը դրա հիմնական գույները իր դրանք են։ Կապույտ, մանուշակագույն, ծիրանագույն, իսկ Քրիստոս։ Քրիստոսի մոտ ավելի པարզ է։ Հիմնականում սպիտակ։ Հիմնականում սպիտակ քիթոն, ասենք կարմրավուն թիկնոց։ Իսկ ոսկին ինչ որ կերպ չի։ Ոսկին միշտ առնչվում է աստվածայինի հետ, էլի։ Ոնց որ ասենք հայրասո ներկայության այդ կարգի։ Իսկ դրողքի ավերման է տեսանում սևն ավելի շատ է որպես մահվան խորհրդանիշ, ինչ կերպ։ Կան մանրանկարներ, որ սև է ամբողջ։
բուն տարածքը սև, այն հատվածը, որտեղ Հիսուսը իջել է, այդտեղ ներկված չի, ասկան սպիտակ է թողնված, որը խորհրդանշում է լույսը, որ Հիսուսը բերեց իր հետ։ Մանրանկարներ կան, որ դա ոսկեգույնն են անում։ Այդ սևը պահպանում են, բայց ճեղքում է այդ լույսը, եւ ինչն է հետաքրքիր, որ հաճախ ասենք այն անձինք, որ չեն փրկվել, դրանք ոնց որ sense հեռանում են դեպի խորքը, դրանք ովքեր փրկվել են, առաջանում են շատ հետաքրքիր վիզուալ շատ հետաքրքիր բան է, էլի, ոնց են դա կարողացել, ես չգիտեմ, ասենց շարժում կա, էլի։ Հա։ Այն մարդկանց ովքեր Քրիստոսը հանում է եւ նրանց ովքեր մնում են։ Դժոխքում, ասենք ворթերով պատված այդ վիշապներ փոքր-մոքր տակը վխտում են, այդ կարգին նկարում են։ Մկրտության տեսարաններում էլ այդ բանը կա, չէ, երկնքի ավելի լավ ընդգծված տալու եւ քիչ տալու։ Դե մկրտության տեսարանը հենց Աստված հայտնությունն է, որտեղ Սուրբ Երրորդությունը առաջի անգամ մտեղ է։ Հայրը վերևից խոսում է, Սուրբ Հոգին իջնում է, որդի Աստծո վրա։ Այդ բանով, ասենք, այնտեղ երկինքը այդքան դեր չի կատարում, ինչքան Հորդանանի ջուրը։ Այդ ջրի մեջ կան, ասենք, ձկներ, որ խորհրդանշում են փրկված հոգիները մարդու։ Կա այդ Հորդանանի կերպարը, այսպես ասած, որը սատանային է խորհրդանշում։ Հետաքրքիր է, որ Հայր Աստծուն քիչ ենք, չէ, պատկերում, շատ ակտիվ չի Հայր Աստծու պատկերումը մեր մանրանկարչության մեջ։ Ու շրջանում պատկերվում է, կա պատկերներ կան Հայր Աստծու, ասենք հիմնավորված են Աստված պատկերագրական տիպի մեջ։ Այդպիսի պատկերներ ունենք։ Ինչ կերպ են Հայր Աստծուն պատկերում։ Ծերունու տեսքով։ Ծերունու տեսքով։ Հրամարեք ցույցալու Հայր։ Հա, եւ ասենք իր գրքում Քրիստոսն է, Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին երրորդության մեջ են էլի դա պատկերում։ Մարդու պատկերով ներկայացվում է Սուրբ Հոգին։ Չէ, միշտ աղավն է։ Միշտ աղավն է։ Պարոն Ավետիսյան, մի հարց էլ տամ, որտեղ իսկապես շատ է ինձ հետաքրքրում, այն ինչ որ դուք հիմա պատմում եք, շատ ընդհանրացված գծերով ենք պատմում, բայց գիտենք, որ տարբեր մանրանկարչության դպրոցներում որոշակի տարբերություններ կան գունային լուծումների, պատկերների, կոնկրետ անձի հմտություններից եւ անձի ճաշակից էր շատ կախված, այն դպրոցներն ունեն իրենց առանձնահատկությունները, կանոնները, որով առաջնորդվում էին նկարիչները, ծաղկողները։ Դպրոցներ կան, որ ունեն իրենց կանոնները, պատկերման ձևերը, ասենք նույն Կիլիկյան դպրոցները, որ թվում է թե նույն ոճի մեջ են բանանում, բայց եթե ասենք տարբերակում ենք, ինչ որ տեղեր տարբերությունները տեսնում է։ Ամենաբազմազանը դա Վասպուրականի գրչության կենտրոններն են, որտեղ իրոք շատ բազմազան է այդ պատկերագրական ոճական առումով ավելի շուտ տարբերությունները, էլի, ոչ թե այդքան պատկերագրական, ինչքան ոճական։ Դեմքի պատկերումը, քթի պատկերումը, աչքերի, ունքերի, իրոք այդ բանը կա։ Ժամանակաշրջանային տարբերություններ էլ կան, օրինակ վաղ միջնադար, ուշ միջնադար, հետո ավելի շրջան, թե հիմնականում ամենաակտիվ շրջանը Վասպուրականի դա 14-15-րդ դարերն են։ Ավելի ուշ, այնտեղ արդեն լրիվ ուրիշ մանրանկարչություն է ծնվում, որը այդքան էլ կապ չունի, ինչ որ մենք գիտենք որպես Վասպուրականյան ոճ, էլի։ Ինչ է դառնում դա։ Դառնում է այնպեսին, որ ասենք հիմնականում դա բանից հետո սկսեց, Շահ-Աբասի բռնակահարթից հետո 17-րդ։ Հա, բանում Պարսկաստանում արդեն լրիվ ուրիշ ոճեր ստեղծվեցին։ Իհարկե, այն հնուց ինչ որ բաներ պահում էին, բայց պատկերագրական առումով լրիվ նոր պատկերակազմերի հայտ եկան, ավելի բազմազան, ավելի ինչ որ նոր կանոնով նկարված։ Ազդեցություն սկսեց զգացվել։ Ազդեցությունը զգացվում էր, բայց շատ հետաքրքիր ձևեր կա, որ մանրանկարիչներ կային, որ ասենք դա իրանց մեջով այնպես էին անցկացնում, որ դառնում էր լրիվ ուրիշ մի բան, ոչ թե արտանկարչություն ինչ որ մեկից, այլ լրիվ օրիգինալ մի շատ հետաքրքիր ոչ ու պատկերագրություն։ Իսկ Անի շրջանը Անի շրջանը այդքան շատ
ձեռագրեր մենք չունենք։ Շատ են վնասվել, հավիրվել, կործանվել։ Հա, դե ամենաշատը մեզ պահպանվել է Վասպուրականի ձեռագրերը։ Իսկ Սյունիք Արցախ։ Սյունիքում բնականաբար Գլաձորն է, որ ուղղակի շատ հետաքրքիր մանրանկարիչներ, դե մենակ Մոմիկը հերիք է, որ մենք պատկերացում կազմենք, ինչպեսի մակարդակ ունեցե Գլաձորի մանրանկարչությունը։ Արցախից շատ քիչ բան է էլի պահպանվել, հիմնականում ու շրջանի գործեր են, ինչ որ առանձնահատուկ բան չկա, որ ասենք տարբերվում է։ Չէ, իսկ օրինակ, քանի որ Գլաձորում եւ Կիլիկիայից էին եկել եւ Հայաստանի տարբեր կենտրոններից, այնտեղ ոչ միայն ասենք շատ տարբեր մեծ մանրանկարիչներ էին աշխատում, ասենք Պողոս Կիլիկիեցին, Ավագ Ծաղկողը, Թորոս Տարոնացին, Մոմիկը, որ ամեն մեկը մի հատ ուղղություն էր ներկայացնում, չնայած նույն տեղում էին աշխատում, էլի։ Կա ինչ որ մի բան, սկզբունք, որով կարող ենք օրինակ նայել, ասել, սա Կիլիկյան շրջանի Կիլիկյան մանրանկարչություն է, որտեղ այդտեղ ոսկին ու կապույտը ենթադրենք գերիշխող են կամ ավելի ակտիվ են։ Սա Արցախյան է, սա Վասպուրականի է, թե տենց։ Հա, իհարկե, Կիլիկյան մանրանկարչությունը չի հնարավոր չի շփոթել որևէ այլ դպրոցի հետ, ասենք։ Ինչպես։ Որտեվ ինքը շատ նախ ինքը նաև այդ բյուզանդական կնիքի կրողն է, դեպի Եվրոպա է գնում, այնտեղ բաներ կա, որ նաև խաչակիրներից են սովորել։ Ասենք տեսարաններ կա, որ ակնհայտ երևում է, որ լատինական որևէ ձեռագրից, ասենք խաչելության տեսարան, երկու ալեգորիկ կերպարներ են պատկերված, Հիսուսից աջ եւ Հիսուսից ձախ։ Հիսուսից ձախ հրեշտակը ասենց գլխի թագը գցում է, այն մյուսին հրեշտակը թագ է դնում։ Հասկան եկեղեցու հաղթանակը սինագոգի նկատմամբ, էլի, դա եվրոպական մտածողություն է, էլի։ Ավազակների հետ կապ չունի, չէ՞, Քրիստոսի կողքած ավազակների։ Եվ ոչ է Կիլիկյան, եւ պատկերագրությունը որևէ ձևով հնարավոր չի շփոթել, ասենք մեր ուրիշ շրջանների մանրանկարների հետ։ Պարոն Ավետիսյան, ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել, իրականում շատ հետաքրքիր ու շատ բովանդակալի զրույցի համար։ Գիտեմ, որ այն ինչ որ հիմա ներկայացրեցիք, ձեր երկար տարիների աշխատանքն է եւ 30-40 րոպեների ընթացքում տեղավորել հնարավոր չի։ Իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում մի շատ սիրով զրուցում էի Մատենադարանի Միջնադարյան արվեստի բաժնի ավագ գիտաշխատող արվեստագիտության տեխնացու Ավետ Ավետիսյանի հետ, եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կերպ են ընկալել քրիստոնեությունը մեր հայրերը, ինչ պատկերներով, ինչ գույներով, ինչ խորհրդաբանությամբ են դրանք պատկերել ու մեզ փոխանցել։ Շնորհակալություն ձեզ, պարոն Ավետիսյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։